Բաղրամյան պողոտան երեկվանից երկկողմանի փակ է։ Այստեղ անհետ կորած համարվողների հարազատներն են հավաքվել մեկ միասնական պահանջով վերադարձնել այն մարդուն, ում վստահել են իրենց ամենացավոտ հարցը։ Հարազատների խոսքով ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանը, որը մինչև պաշտոնանկությունը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, իրենց համար պարզապես պաշտոնյա չէր։ Պնդում են, նա միակ մարդն էր, ով պատասխանատու էր իրենց որդիների ճակատագրերի համար։ Ամբողջ համակարգը լծված աստեղ։ Ում դեմ են բերել։ Անհետ կորածի ծնողի դիմաց։ Անհետ կորածների ծնողներն ասում են, որ այժմ ոչ ոք չի գալիս, չի ասում, որ այսուհետև ինքն է տղաների ճակատագրի պատասխանատուն։ Ծնողների խոսքով իրենց համար նախկին տնօրենի աշխատանքը տեսանելի էր։ Այժմ չգիտեն ինչքան է պետք սպասել, որ նորանշանակ պաշտոնյան մանրամասն ծանոթանա գործերին։ Անընդհատ նույն այս պտույտը, որ կատարում ենք պաշտոնյաների պաշտոնանկության, հետո գալու, ասելու, դե գիտեք, մենք նոր ենք, նոր պետքա ծանոթանանք գործընթացի հետ, սա իհարկե սպառում է հոգեպես, բարոյապես հարազատներին։ Բաղրամյան պողոտայում վճռական տրամադրված մայրեր, հայրեր ու քույրեր են, որոնք հարցնում են, թե ով է հիմա զբաղվելու իրենց որդիների ճակատագրով։ Ընդդիմադիր պատգամավորներն են հանդիպել ծնողների հետ։ Նրանց կարծիքով եւս գործընթացի շարունակականությունը չի պահպանվում պաշտոնյաների փոփոխության պատճառով։ Անցած անգամ, որ ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել այս թեմայով եւ նույն ծնողները ազգային ժողովի շենքում էին, քննչական ծառայության ղեկավարը չէր կարողանում պատասխանել մարդկանց հարցերին, որտեղ իրապես մարդը նոր էր նշանակվել եւ չէր տիրապետում։ 5 տարի չի, 50 տարի է համարյա նրանք այնտեղ իրենց համար 5 տարի չի ասել, 50 տարի։ Հիմա ես արդեն պատկերացնում եմ նոր, եթե գերության մեջ դեռևս որ մարդ ունենք, լրիվ կես դարած կգա։ Բողոքավորները փորձեցին նաև Հերացու փողոցը փակել, փողոցում ոստիկանական հսկողությունը ավելի ուժեղացրին։ Իմ պահանջը իմ երեխեն է, ու մնացած երեխեքը, անուն իմ երեխեքի, անուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչ բան չգիտենք այդ երեխեքին ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են։ Պորթեկորույս ծնողների միակ մտավախությունն այն է, որ պաշտոնանկությունների ու պաշտոնների հաճախակի փոփոխությունները բանակցային գործընթացում դառնում են խոչընդոտներ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։